Ինչպես ազատվել որովայնի ճարպից և ամենակարևորը հասկանալ, թե ինչի հետևանքով է այն մեր օրգանիզմում առաջանում։ Ես ասում եմ բոլոր գաղտնիքները և մանրամասները, իսկ դուք տարածում և բաժանորդագրվում եք։ Որովայնի հատվածում ճարպի կուտակումը տեղի ունենում մի քանի պատճառներով։ Օրինակ, պարզ ածխաջրերի չարաշահումը, ոչ կանոնավոր և գրագետ ընթրիքը, գենետիկ ֆակտորը, հորմոնալ խանգարումները, ալկոհոլը և նմանատիպ բոլոր գործոնները կարող են ազդել որովայնի ճարպի կուտակմանը։ Որպեսզի մենք վերացնենք վերոնշյալ խնդիրը, նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ պրոցեսով է տեղի ունենում ճարպի կուտակումը։ Երբ մենք օգտագործում ենք չափազանց շատ կալորիաներ և մեր օրգանիզմի կողմից այն չի ծախսվում և այրվում, այսպես տեղի ունենում ճարպի կուտակումը։ Եզրակացություն այստեղից, որ մենք պետք է սկսենք ուղիղ հակառակ պրոցեսը անել։ Ավելի քիչ կալորիաներ օգտագործենք և ավելի շատ ծախսենք էներգիա։ Նաև հաշվի ենք առնում այն փաստը, որ ճարպի կուտակումը սկսում է մեր որովայնի հատվածից նամանավանդ կանանց մոտ, այնուհետև բարձրանում դեպի վերև և նույն ձևով էլ լինում է ճարպի նիհարացման պրոցեսի ժամանակ, այսինքն մենք դեմքից նիհարելով իջնելու ենք դեպի որովայն։ Իհարկե այստեղ հաշվի ենք առնում այն նրբությունը, որ հորմոնալ ֆոնի վրա գիրացումը նիհարման պրոցեսում իհարկե կարող է մի փոքր այլ լինել։ Եվ անպայման կանոնավորում և կարգավորում ենք մեր ռացիոնը, ընթրիքի չափաբաժինը և թե ինչ ենք օգտագործում ընթրիքին, աղիների աշխատանքը, ջուրը և մի շարք ֆակտորներ կարգավորելուց հետո համոզված եղեք ֆիզիկական ակտիվությունը ներառյալ, դուք կարող եք հասնել պարզապես իդեալական արդյունքին։